Բարև ձեզ, CVK-ի եթերում այսօր զրուցելու ենք քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Կարապետյան։ Շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ։ Տիկին Կարապետյան, արժևում ընտրություններ են, սակայն հանրապետական կուսակցությունը պնդում է, որ իմպիչմենտի գործընթացը պետք է դեռ առաջ տանել, կապ չունի ինչքան է մնացել ընտրություններին եւ անգամ փողոցային պայքար են նախապատրաստում իրենց վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանն էլ բանտից նամակ է գրել, պնդելով, որ իմպիչմենտը Հայաստանում իշխանափոխություն անելու միակ իրական տարբերակն է, ինչպես կմեկնաբանեք Տիկին Կարապետյան։ Ես այս վերջին նորությանը ծանոթ չէի, բայց ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետական կուսակցության վարքը վերջին տարիներին պայմանավորված է նախորդ համապետական ընտրություններում նրանց շեմը չհաղթահարելու հետ։ Գիտեք, որ նրանք խորհրդարանում հայտնվեցին բացառապես օրենքի պահանջով, որը նախատեսվում է խորհրդարանում պետք է 3 ուժ լինեն։ Եվ այդ պահից ի վեր նրանք ուրեմն շարունակելով տեսնել, որ չունեն ժողովրդի նույնիսկ մի փոքրիկ հատվածի աջակցությունը, որպես քաղաքական մարտավարություն ընտրեցին իբրև թե ամենաարմատական լինելու նույնիսկ ընտրությունների ինստիտուտը որպես Հայաստանում իշխանություն ձևավորելու, ինչպես նաև իշխանափոխություն իրականացնելու ինստիտուտ դելեգիտիմացնելու ճանապարհ ընտրեցին եւ հիմա այդ նույն տրամաբանական մտքի շարունակությունն է, բայց մի հանգամանքի վրա եմ ուզում հրավիրել մեր քաղաքացիների ուշադրությունը, որ ի հեճուկս նրա, որ ընտրություններին անձամբ չեն մասնակցելու, կարծես թե։ Այնուամենայնիվ եւ նաեւ մյուս ուժը Արթուր Վանեցյանը այո, պատիվ ունեմ դաշինքի մեջ խորհրդարանի, թե լքեցին կարծես։ Մի խոսքով, այդ հատվածը մեր ընդդիմության, որը շեմը հաղթահարելու խնդիր ուներ ակնհայտորեն, աջակցելու է մեկ այլ ուժի, որը ընտրություններում հայտ է ներկայացրել, դա Հանրապետական կուսակցության մարդու իրավունքների պաշտպանի Արման Թաթոյանի քաղաքական ուժն է լինել։ Կարևոր է, որ մեր քաղաքացիները նկատեն, որ եթե նույնիսկ իրենց արտաքուստ ձևակերպումը իբրև թե այդ արմատականն է, ընդհանուր առմամբ իրենց ռեսուրսը տրամադրելու են այդ ուժին, քաղաքացիները թող սա նկատեն եւ հաշվի առնեն իրենց մտորումներում, վերլուծություններում։ Այսինքն Սերժ Սարգսյանը ընտրությունների մասնակցելու Արման Թաթոյանի դեմքով եւ փողոցում էլ միաժամանակ շարժում է կենտրոնացնելու։ Իմիջիայլոց ասեմ, սա այս վարչալի արտահայտությունը, թե ընտրություններում ում դեմքով են մասնակցելու, մեր ընդդիմադիրները չեն էլ նկատում, որքան խայտառակ եւ ամոթաբեր է եւ օգտագործում են որպես իրենց նկարագրելու ձև։ Մի բան է, երբ որ կառավարող ուժի ներկայացուցիչներն են ընդդիմության մասին այսպիսի վերլուծություններ անում, բայց ես ականատես եմ եղել հետեւյալ իրավիճակին, որ երբ ասուլիսներից մեկի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ պատրաստվում է մասնակցել ընտրություններին, 5-րդ ալիքը այդ ասուլիսը մեկնաբանեց այդ բառապաշարով, ասաց Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է ընտրություններին եւ իր դեմքով։ Սա խայտարակություն է ուղղակի, որ այդ մարդիկ, բայց հարցն անում է, որ այդ մարդիկ ուզում են ասեն, որ իրենց ընդհանուր առմամբ իրենց տրամաբանության մեջ կարելի է ընտրություններին մասնակցել այլ դեմքով եւ երբ որոշում է կայացվում, որ սեփական դեմքով են մասնակցելու, այդ մասին բաց հայտարարում են, կարծես թե դա այսինքն այլ ընտրանքներ դրանք այն կարելի է ընտրություններին մասնակցել այլ դեմքերով։ Հիմա այո, իհարկե մեր քաղաքացիները դժվար կամ այնուամենայնիվ մենք փորձում ենք այդ վերլուծությունը անել եւ օգնել նրանց կողմնորոշվելու հարցում, բայց այո, այդ վարժությունը պետք է անեն հասկանալու համար, թե ով ում դեմքով է մասնակցում ընտրություններին։ Եվ մի ամենակարևոր բան, մեր ընդդիմադիր ամբողջ դաշտը եզակի փոքրիկ բացառություններով մեկ քաղաքական պլատֆորմ ունի, նախընտրական մեկ ծրագիր ունի։ Դա խաղաղության պայմանագիրը չստորագրելն է, դա թրիփը եւ ապաշրջափակումը խափանելն է հավելյալ ինչ-որ փակուղի մտցնող առաջարկներով։ Չէ, ինչ մի նախադասություն էլ ասեմ եւ ինչ նկատի ունեմ, մի պլատֆորմ ունեն, մի նախընտրական ծրագիր ունեն, բայց մասնակցում են մեծամասնական տրամաբանությամբ։ Ամեն մեկը սեփական ռեյտինգով ձայները կհավաքի եւ սրա մասին նրանք բաց են խոսում։ Այն մտադրությամբ, որ քաղաքացիները եթե ծայրաստիճան հակակրանք ունեն մեկի նկատմամբ, իրենց դեմքին ընտրեն, այսինքն այդ միասնական ընդդիմությունը ինչ որ մի տարբեր դեմքերով մասնակցում է ընտրություններին, այն հույսով, որ քաղաքացիները ինչ որ մեկին, եթե հնարավորություն տեսնեն ձայն կտան, այնուհետև այդ ամեն ինչը ծառայեցվելու է այդ մեկ ընդդիմադիր նպատակի համար, պլատֆորմի համար։ Փորձեր արվում են, օրինակ խոշորացման փորձը հետեւյալ տեսք ունեցավ,
Հայաստան դաշինքը, այսինքն Քոչարյանն ու Դաշնակցությունը, ինչպես կային, այդպես է մնացին, այնտեղ ուրեմն փաստորեն տեղերը զբաղված են, ընդ որում հիշում եք լսումներ անցկացրեցին խորհրդարանում մի քանի անգամ, որոնք դեֆիլեներ էին, ընդդիմադիրներ, տարբեր հանրային քաղաքական գործիչներ գալիս եւ առաջարկում էին իրենց ծառայությունները այդ քաղաքական ուժերին։ Ռուսաստանցի օլիգարխի թևը դուրս եկավ եւ ստացվեց, որ մի հատ էլ ուժ կա Ծառուկյանը ասում է Նոյան տապոն, ինձ թվում է դա էլ իրանց վերլուծական լեզվից է դուրս եկել, իրանք իրանց մեջ քննարկել են, որ տակի մնացածն է թող գնան կպնեն այն մի երրորդ ուժին եւ մտածել են, որ ադեք ստացվի Նոյան տապան, ով կա չկա, գնա միանա այդտեղ։ Այո, բայց այս ամեն ինչը մեկ քաղաքական ծրագրով է, ընդդիմադիր մեկ քաղաքական ծրագիր կա։ Հարցնում են այդ բոլոր ուժերին, խաղաղության պայմանագիրը ստորագրելու եք։ 1 միլիոն տարբեր մենք կարող ենք քննարկել, թե հատկապես ով ինչ բառապաշարով է հիմնավորում, որ չի ստորագրելու խաղաղության պայմանագիրը, հարցնում են ապաշրջափակման վերաբերյալ եւ թրիփի մասին մասնավորապես եւ մարդիկ գտնում են տարբեր ձևեր, մտքեր, գաղափարներ, որոնցով այդ ծրագիրը կարելի է խափանել եւ ընդհանուր առմամբ Հայաստանը վերադարձնել իր տարածաշրջանի հետ հակամարտություն ունեցող, այսինքն չհարմարվող Հարավային Կովկասում խաղաղ ապրելու անունակ մի պետության, որին անհրաժեշտ է հովանավոր, երաշխավոր եւ այս ամենը անում են ուժեղ բառի խորագրի ներքո։ Այսինքն ուժը ինչու է, եթե քեզ երաշխավոր է պետք։ Եկեք այդ թեմային անդրադառնանք, հետո մյուս խնդիրներին անդրադառնանք։ Թրիպի մասով ինչ վատ բան են ասում, տեսեք, ասում են թրիպը կա, մենք չենք չեղարկելու թրիպը։ Շատ լավ է Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը, բայց կարելի է նաև տարածաշրջանային եւ ընդհանրապես տարածաշրջանում շահեր ունեցող այլ տերությունների, այլ շահառուների եւս ներգրավել։ Օրինակ ՀԱԿ-ը առաջարկում է TIP plus BRICS։ Չգիտեմ, Սամվել Կարապետյանի ուժը կամ Նարեկ Կարապետյանն առաջարկում են TRIP-ին միացնել նաև Իրանին, Չինաստանին, Ռուսաստանին եւ ներգրավել երաշխավորների, որովհետեւ մեկ երաշխավորով, իսկ այս դեպքում երաշխավորը չկա, ընդհանրապես վկայի կարգավիճակ ունի Թրամփը, հնարավոր չի խաղաղություն։ Կներգրավեն երաշխավորներ, կներգրավեն մյուս շահառուներին եւ չի դառնա ռեգիոնալ հակամարտության վայր թրիպը, այլ կդառնա շահերի միավորման վայր։ Ահա, եթե ինչ-որ մի բանի մեջ առաջարկ է հնչում մտցնել շտկումներ, պետք է նախ հիմնավորվի կա դրա կարիքը, այսինքն ուրա դեֆեկտը, ուրա պրոբլեմը, որտեղից ենք մենք, օրինակ Չինաստանը հայտարարություն տարած, չէ, կներեք, եթե ուզում են Ռուսաստան բառը ասեն, թող ասեն Ռուսաստան, թող չասեն BRICS, Իրան, Չինաստան, Հնդկաստան, չգիտեմ ինչ։ Եթե ուզում են Ռուսաստանի մասին խոսենք, այդտեղ էլ լիք ասելիք կա, բայց քանի որ իրանք փորձում են հոմանիշներ են նոր հորինե, մի տևական ժամանակ Ռուսաստանի հոմանիշը Իրանն էր, հիմա Ռուսաստանի հոմանիշը Չինաստանը, Իրանը, Հնդկաստանը, BRICS-ը, էլ չգիտեմ ինչն է, բայց վերադառնանք Ինչ նախնդիր, ասենք օրինակ ինչ որ այդ երկրները հավաքվել են եւ հայտարարություն են տարածել TRIP-ի մասին ասելով, որ չեն օգտվելու այդ չէ, ինչ որ ուզում ասեմ այդ մյուս աշխարհակաղակական կենտրոնների շահերի պաշտպան հայաստանյան ընդդիմությունը ինչ վերլուծության հիման վրա է որոշել, որ այդ երկրները չեն կարող միած շահերի մասին խոսել։ Խոսքը Միջին Միջանցքի մասին է, ճիշտ է։ Միջին Միջանցքը դեմ է Չինաստանին, որովհետև ինչի մասին է Միջին Միջանցքը։ Այն պետք է շրջանցի Իրանը եւ այն պետք է շրջանցի Ռուսաստանը ու պետք է անցնի դրանց մեջտեղով, որը Հայաստան, Վրաստան, Ադրբեջան այդ տարածքն է։ Եթե շրջանցելու է Իրանը եւ Ռուսաստանը, այսինքն դրա նպատակը դա է, ում դա Ռուսաստանի եւ Իրանի դեմ է։ Նաեւ գիտենք, որ Միացյալ Նահանգների հիմնական մրցակիցը Չինաստանն է եւ ուրեմն դա նաեւ Չինաստանի դեմ է։ Հետեւաբար այս երեք կողմերը պարտադիր չի որ հայտարարեն, բայց ակնհայտ է որ շահերի բախում ունեն այս TRIP-ի հետ, Միացյալ Նահանգների այստեղ ներգրավելու հետ, հետեւաբար պետք է լեզու գտնել, բանակցել եւ միավորել այստեղ շահերը։ Եթե մենք այդպես ենք խնդիրը դնում, ապա պետք է մտածենք, որ այդ երկրների ավելացմամբ միջին միջանցքը կփակվի, որովհետև այն կշարունակի լինել իրենց նախընտրելի ուղիների, այն է Ռուսաստանի համար սեփական տարածքով անցնող ուղին միշտ ավելի նախընտրելի կլինի, քան ցանկացած փոքրիկ մաս, սա հիմա շատ տեսական են քննարկում, որովհետև դա հնարավոր չէ, բոլոր երկրները չեն համաձայնելու նույն բանի մաս լինել, հա, դա իրանց համար ընդհակառակ այդ աշխարհակաղակական բախման կետը կլինի, եթե իրենք հայտնվեն հանկարծ նույն բանում, հա, նույն կետում եւ իրենց հնարավորություն տա մի փոքրիկ երկիր Հայաստանը իր տարածքում այդպիսի խոսակցություն ունենալ։ Այնա դա այդ աշխարհակաղակական բախման բաղադրատոմսը կլինի, բայց պայմանական ասած, միշտ էլ ստացվելու է, որ Իրանը նախապատվություն տալու է, որ իր տարածքով անցնի այդ միջին միջանցքի այլընտրանքը, Ռուսաստանը իր, եւ այդ խնդիրը, եթե
իհարկե դուք շատ լավ ձևակերպեցիք մեր դիմադիրները այդքանը նույնիսկ չեն կարողանում արտաբերել, բայց եթե ընդունենք, որ այդպիսի մի վերլուծություն կարող է գոյություն ունենալ, մյուս երկրները միշտ էլ նախընտրելու են, որ իրենց տարածքով անցնի եւ մի բան կանեն, այդ միջին միջանցքը փակվի, եթե այդ է տրամաբանությունը։ Եվ էլի կրկնում եմ, նախ գիտեք այդ երկրներից տարբեր կարող է դժգոհություններ հնչեն էլ եթե այս պահին չկան, բայց դա էլ նույնիսկ չի նշանակի, որ Հայաստանը պետքա բանանի խփի ծնկներին, ասի հա չէ, ուրեմն լույսերն անջատենք, դռները փակենք, որովհետև հայտարարություններ են հնչել։ Մենք գտել ենք ահռելի մեր ժողովուրդը սարսափելի զրկանքների միջով անցնելով, այս արդեն մի տարի է ինչ, որ նյարդերը խաղաղ են, ամեն ինչ նորմալ է, գտնվել են լուծումները, խաղաղության պայմանագիրը կա, նախաստորագրված է, հրապարակված է, թրիփը ապաշրջափակման սկիզբն է, նույնիսկ խթանել է, որ արդեն իսկ այդ ապաշրջափակումը տեղի ունենա այլ տեղերում, ակտիվացնելով այդ մյուս գործընկերներին, հա, որոնք նախկինում կարող էին մեզ ցորեն բերել, բայց ինչ որ չէր ստացում, թրիփը հայտնվեց, իրանք գտան այդ ուղիները։ Այս լուծումները գտել ենք, հիմա մեզ անհրաժեշտ է ժամանակ, որպեսզի հենց այս ուղղությամբ շարունակենք շարժվել, ոչ թե չեղարկենք այս բաները։ Տիկին Կարապետյան, խաղաղության պայմանագրին անդրադառնալով քննադատությունը կա, որ խաղաղության այս իրավիճակը, որ անդադ մատնանշվում է, որ 2 տարուց ավելի սահմանին զոհեր չկան, խաղաղություն է հաստատված, ժամանակավոր երևույթ է, որովհետև գտնվում է Ալիևի ձեռքերում եւ ցանկացած պահի նա կարող է այս խաղաղությունը ուղղակի զրոյացնել եւ նրա ընդհանրապես մի ցանկությունից է կախված ու նա ամեն ինչ անում է, որ իշխող ուժը վերընտրվի, դրա համար չի կրակում, դրա համար խաղաղությունը պահում մինչև ընտրություններ։ Գիտեք, ինձ ոչ բնորոշ բան եմ ասելու, այդ նույն խաղաղությունը մեր ձեռքից էլ է, մեր որոշումներից էլ է կախված։ Եվ իրականում այս երկու պնդումն էլ թե ձեր ասածը, թե իմ ասածը ճշմարիտ չեն, որովհետև ամեն երկիր ոչ թե պարզապես մտածում է արդյոք ես կարող եմ կրակել թե ոչ, այսինքն այդ դա բան միաբջիջ ամեոբայի մտածողություն է, այլ ինչ որ շահերի հաշվարկ պետք է կատարի, թե ինչն է իրեն ավելի ձեռնտու։ Մենք տևական ժամանակ իշխանությունը վերընտրվի, դրա համար չի կրակում։ Ես նույնիսկ այդ ուղղությամբ չեմ էլ ուզում մտածել, թե ինչ է տեղի ունենում հարևան երկրի քաղաքական մտածողության մեջ առ մեր ընտրություններ։ Մենք մեր օրակարգն ենք ունեցել, հիշում եք, տարիներ շարունակ քննարկել ենք, որ Հայաստանը պետք է այսպիսի արտաքին քաղաքականություն վարի, որպիսի զրկի հարևան երկրի հակամարտության տրամաբանություն զարգացնելու հնարավորություններից, ճիշտ է։ Եվ այդ տրամաբանությունը մենք բերել ենք մի հանգրվանի, որտեղ արդեն հարևան երկիրը եւ մենք խաղաղության մեջ տեսնում ենք փոխշահավետություն։ Այսինքն առևտուր են կանում, հեռանկարներ կան, Ադրբեջանը բազում այլ օգուտներ է աշխարհի տարբեր անկյուններից բերում Ադրբեջան Հայաստանի հետ խաղաղության համար։ Ինչու պետքա դրան հակառակ, այսինքն մեզնից է կախված իր Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների որակը մեզ հետ խաղաղությունից է կախված։ Ինչու՞ սրա վրա օրինակ ուշադրություն չենք դարձնում եւ չենք մտածում, որ շատ շահագրգռող բաներ կան։ Այո, հիմա սա հեգնանքով ենք սա ասում, հասկանալի է, որովհետեւ իրական աշխարհը այտենց տափակ ու պարզ չէ եւ բոլոր երկրներին էլ, եթե փաստի առաջ կանգնացնես, իրենք այդ մարտահրավերը ինչքան ուժները պատի կվերցնի, երկուստեք բոլոր երկրները։ Բայց ուզում եմ ասեմ, մի քիչ ավելի բարդ ու կոմպլեքս է պետք պատկերացնել հարաբերությունները եւ մեր ամբողջ նպատակը այս վերջին տարիներին եղել է այն, որ Հարավային Կովկասում այս երկու հանրապետությունը միմյանց տեսնեն որպես միմյանց ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության ոչ թե մարտահրավերներ, այլ միմյանց այդ առումով միմյանց նկատմամբ վտանգ չներկայացնեն, այլ երկրների էլ չներգրավեն այդ վտանգը ներկայացնելու հարցում, չէ՞։ Հասել ենք մենք դրան։ Հետևաբար այդ տրամաբանությունն է պետք զարգացնել, որպեսզի խաղաղությունը լինի կայուն։ Ու այս իմաստով իրականում շատ լավ է, որ Միացյալ Նահանգները երաշխավոր չի, որտեղ այդտեղ էլ չեզոքանում է այն մնացած բոլոր ռիսկերը, որ մատնանշվում են, հա, որ հնարավոր է չափից շատ շահեր ունի այստեղ Միացյալ Նահանգները եւ ինչ որ բաներ չհանդուրժի։ Այ տեսեք, որ ոչ, միջամտությունը մինիմալ է, դա տնտեսական ծրագիր է, չէ՞ որ կա այդ հակընդդեմ նաեւ մի հատ ուրիշ կողմից են փորձում բան անել, որ ահա տեսեք ինչ է Միացյալ Նահանգները փորձելու անել Հարավային Կովկասում։ Միացյալ Նահանգները ունի շահեր, Ադրբեջանը ունի շահեր, բայց Հայաստանը ոչինչ չի շահում։ Թրիպից, խաղաղության պայմանագրից։ Հայաստանն է 30 տարի շրջափակման մեջ եղել, ոնց չի շահում։ Այդ փաստաթղթի մեջ գրված է ներպետական, միջպետական եւ միջազգային հաղորդակցություն։ Այդ ներպետական բառը, այսինքն Երևանը Մեղրիին պետքա կապվի, այնքան որքան Հորադիզը Նախիջևանին պետքա կապվի։ Միջպետական, ընդ որում, հələ պատկերացրեք,
Միջպետականից արդեն օգտվել է, չէ, Հայաստանը։ Երկաթուղին որ լիներ, ուղիղ կօգտվեինք։ Երկաթուղին նախկինները ոչնչացրել են, դրա համար չկա։ Միջպետականից օգտվել է, միջազգայինից օգտվել է Հայաստանը արդեն այդ փաստաթղթը։ Ռուսաստանից ու Ղազախստանից, Ադրբեջանի տարածքով եկել է մեր ցորենը, ճիշտ է։ Ներպետականից չենք կարող դեռ օգտվել, որովհետև Նախիջևանի երկաթուղին չի պատրաստված, իսկ Ադրբեջանը ինչից է օգտվել առ այս պահը մեր տարածքով։ Դեռ չի օգտվել։ Դեռ չի օգտվել։ Ուզում եմ ասեմ, այդ ինչ գրել ենք թղթի վրա, դեռևս Հայաստանն է օգտվել այդ թղթի պայմանավորվածություններից, մյուսներից եւ նաեւ հրավեր է հնչեցրել։ Հիշում եք, մենք ասել ենք, որ եթե Ադրբեջանը դեպի Թուրքիա մայրուղիներով անցում կցանկանա կատարել, այսօր էլ գործող ճանապարհները մենք պատրաստ ենք տրամադրել։ Երբ այդ ամեն ինչը կվերակառուցենք, Հայաստանը կշարունակի օգտվել ել ավելի կարճ ուղիներով, Ադրբեջանը եւս, այսինքն այդտեղ նաեւ ինչու չպետք է համագործակցությունը տեղի ունենա, եթե դա փոխշահավետ լինի եւ ավելի մեծ օգուտներ բերի, քան հակամարտության տրամաբանությունը։ Մյուս քննադատությունը, որ դա միջին թրիպը Ադրբեջանի համար է, իր էքսկլավին կապվելու համար, Հայաստանը փոխադարձ առավելություններ, որ գրված է, չի ստանալու։ Փոխադարձ առավելություններ մեկնաբանվում է որպես ուղղակի այդքանի միլիոն դրամ է, որ կարող են ստանալ մաքսատուրքերի տեսքով եւ ոչ ավելի, որովհետեւ տեսնում ենք էլ, որ Հայաստանը որևէ բան չի արտահանում դեպի Ռուսաստան, օրինակ, Թուրքիայի միջոցով սահմանը չի բացվում, ինչ է շահելու Հայաստանը, ապա շրջափակումը ըստ էության տեղի չի ունենալու։ Դե տեսեք, սա կանխատեսում է։ Նախ այս կանխատեսում հնչեցնողների նախորդ կանխատեսումների ճակատագրին պետք է նայենք։ Իսկ դրանք ոնց որ թե վատ իրենց համար վատ ավարտ են ունեցել։ Ինչ կանխատեսել են չի եղել։ Իրենց կանխատեսումներով Հայաստանը այսօր պետք է գոյություն չունենար։ Այդ էին գուժում իրենք։ Հիմա մի քանի ամիս է կամ չգիտեմ տարի է մինչև կվերակառուցվի երկաթուղին եւ արդեն այս կապվածությունները ամբողջությամբ կգործարկվեն։ Այդ ժամանակ ինչ են ասելու։ Միջանցքի։ Ուրեմն ամբողջն է միջանցք, այդ միջանցքի տրամաբանության ներքո։ Երբ նայեք, ադրբեջանցիները մեր սահմանը հատեցին ոտքով, ձեռք սեղմեցին մեր սահմանապահների կադրերը տեսանք, մեր դեմքը տեսան, դե գիտեք հիմա որ լինի 2 անգամյա, ասել են 2 անգամյա, 1000 անգամյա լինի, ասել են 1000 անգամյա, եւ ինչքան են փորձելու Կարապետյան Ալիևի պահանջը, որ մաքսային կետերում, անցակետերում հայեր չպետք է լինեն։ Մենք ասել ենք, որ մեր ամբողջ տարածքում մենք ամենամոդեռն ձևաչափերն ենք ընտրելու մեր տարածքով անցման համար, որովհետև դա է, որ մյուս երկրներին շահագրգռում է ընտրել մի ճանապարհը եւ ոչ մյուսը, որովհետեւ գիտեք, բոլոր միջազգային վերլուծություններ հաշվում են, քանի օրում գնացքով ջրով, չգիտեմ ինչով, մեր բեռը A կետից կհասնի B կետը եւ ունենալ այնպիսի համակարգ, որտեղ այսինքն այնինչ հնարավոր է ավելի հեշտ անել, դուք անում եք դժվար, դուք դրանով ձեր անցումը դարձնում եք պակաս գրավիչ աշխարհի համար։ Այդ տրամաբանությունը պետք է օգտագործենք, ոչ թե նստենք ընկնենք կոմպլեքսների մեջ, որովհետև եթե այդ իմաստով ենք մտածում, այդ ադրբեջանցիները եկան, չէ, Հայաստան քաղաքասարակության, բայ ինչու իրեն, դե մեր դեմքը տեսան, չէ, ու այդ արտահայտությունը արդեն ամիսներ անց է, ինչ անցել, տարի է անցել, որ այլևս չի հնչում, ոչ, կարճել են, որ մի հատ է կրկնի, խնդրում եք, մի հատ էլ ասա, որովհետև մեր քաղաքական շահը այդ է թելադրում։ Եվ ամենակարևորը, պարոն Հակոբյան, դուք ուշադրություն դարձրել եք մեր ընդդիմադիրների նախընտրական տրամադրությանը, մի ժպիտներ, ուրախ զվարթ բարձացել էին ռելսերի վրա նկարվում էին, այն մյուս խումբը մի ուրիշ համերգ, երաժշտություն, կներեք, եթե ձեր կանխատեսումները այդքան վատն են, ինչի հաշվին եք, այդ բան են անում, չէ՞, ինչ որ սոցիալ-տնտեսական ֆանտաստիկ ծրագրեր են առաջարկում։ Ուրեմն ինչ են նկատել, որ այն բոլոր նախորդ գուժումները նախ ժողովուրդը տեսավ, որ չի իրականացավ եւ ոչ մի ձևով չի պատրաստվում աջակցել այդպիսի տրամադրությունների եւ հիմա անցել են մի հատ այդ պոզիտիվ բան է, քարոզարշավներ են անում։ Եթե այդքան վատ է լինելու, որտեղից նրանց այդքան ռեսուրս մտածելու, որ իրենց պարագայում այդքան լավ է լինելու։ Դե երկու ուժեր են Տիկին Կարապետյան, կգան տնտեսական գործիչներ են պետք։ Հիմա տնտեսագիտությունից, տնտեսությունից հասկացող գործիչները կգան, ամեն ինչ կգցեն տեղը։ Ամեն ինչ նմանվի հեցին, ճիշտ է, որովհետև տնտեսական գործիչները ղեկավարում էին հեցը։ Պայթած լարեր, անջատվող լույս, հետեւաբար հենց ընդամենը մեկ օրինակ է միլիարդավոր դոլարի Forbes-ի։ Դե գիտեք, հիմա մենք կարող ենք մի քիչ ավելի մանրամասն քննարկել այդ տնտեսական բանը, ինչի հաշվին է կուտակվել եւ իրական այդտեղ ավելի վատ բան կարա բացահայտվի, քան նրանք կանխատեսում են։ Հիմա դրանք կգան, բայց ուժեղ բառից սկսենք, հա։ Ոնց է ստացվում իրենց տրամաբանության ներքո, որ նա ով ունի երաշխավորի կարիք, ավելի ուժեղ է, քան նա ով չունի երաշխավորի կարիք։
Մենք Հայաստանը պատկերացնում ենք իր սահմաններում, մենք փոքր երկիր ենք, մեր երկրի ռեսուրսների, տարածքի սահմաններում, բայց նաև շատ կարևոր աշխարհագրությունում, այդ ամեն ինչի ըմբռնմամբ պատկերացնում ենք, որ մեր արտաքին քաղաքականությունը կարող է լինել բալանսավորված եւ բալանսավորման, եւ իրական ուժը այդ ուժն է, մտքի ուժը։ Ոչ թե ասել, որ դե կգտնեմ մի երաշխավոր, մի չէ, մի քանիսն իրենք ասում են, որ մեկ երաշխավորի ինստիտուտը չի աշխատում։ Դե ինչպես քննարկեցինք, դա ընդհանրապես մեղմ ասացություն է մի շատ կոնկրետ երաշխավորի փնտրտուքների։ Իսկ հիմա գանք այդ երաշխավորին եւ տնտեսական գործունեությանը։ Ինչպես է Կարապետյանների ընտանիքը կուտակել իր հարստությունը։ Մենք հաճախ ասում ենք ռուսական կապիտալը, ռուսաստանցի օլիգարխ եւ այլն։ Այստեղ էլ կարող մարդիկ մտածեն, որ, չգիտեմ, ասենք օրինակ երևի Ռուսաստանում շատ անկախ տնտեսական մի ոլորտում է մարդը կուտակել շինարարության ոլորտում ասում են, անշաշկույքի ոլորտում Սամվել Կարապետյանը։ Այո, բայց այսինքն հատկապես ինչպիսի ոլորտում։ Դա սկզբում Ռուսաստանի մի առանձին մարզի իշխանությունների հետ շինարարությունն է եղել, այսինքն պետության պատվեր։ Այնուհետև Մոսկվայի քաղաքի որպես, այսինքն քաղաքային իշխանությունների պատվերով եւ այնուհետև Գազպրոմի օրինակ։ Այսինքն այդ ամեն ինչը Ռուսաստանի Դաշնության պետական բյուջեի գումարներն են։ Պետական պատվեր։ Որոնք, այո, դրանց գերակշիռ մեծամասնությունը ոչ թե ինչ որ ազատ փողեր են եղել, որոնք զուտ այդ մարդու քաղաքացիությամբ կապված են Ռուսաստանի Դաշնության հետ։ Դրանք ազատ գումարներ չեն եղել, դրանք պետության գումարներն են եղել, այսինքն դրանք բոլոր տենդերներ են, պատվերներ են, որոնք այդ կազմակերպությունները շահել եւ արել են։ Եվ այսինքն սրանից երբ որ մենք ասում ենք դա ռուսական կապիտալի ուժն է, նկատի չունենք միայն այդ մարդու քաղաքացիությունը, նկատի ունենք, ասենք օրինակ այնտեղ համագործակցություն կա Ռուսաստանի դատախազի որդու հետ, գործարարներ որպես եւ այդպես տարբեր պաշտոնյաներ այդ երկրում նրանց բարեկամները գործարարությամբ են զբաղվում եւ իրար գործընկերներն են։ Այդ բոլոր կապերը աշխատող կապեր են։ Դե բա հիմա այդ կապերը կօգտագործեն Հայաստանի տնտեսությունը առաջ տանելու, հզորացնելու համար, ինչ պատմում։ Գիտեք, դա տնտեսական բանի ավերածությունների էլի ճանապարհ է ինչու։ Որտեւ ինչ են ասում, գիտեք, ես տնտեսագետ չլինով, ասենց ամենապարզ բառերով եմ նկարագրելու, թե իրենց տնտեսական կառուցվածքը որն է։ Ասում են, որ Հայաստանի շուկան այնքան փոքր է, որ հնարավոր չի այստեղ ազատ շուկայական մրցակցություն, դա անիմաստ է, անընդհատ տրոհվում, փոքրանում են։ Պետք է ոլորտները, սա այն ասում, եթե այտենց ուշադրիր լսենք իրենց տնտեսական ծրագրին, ոլորտները առանձնացնել եւ տալ առանձին մարդկանց։ Հավասար է ընտանիքների։ Սա օլիգարխիայի վերականգնման ձևն է։ Իրանք ասում են, որ քանի որ փոքր է մեր շուկան եւ այդտեղ հնարավոր չի այնքան ուժեղանալ, եթե պետությունը չի պաշտպանում այդ բիզնեսներին, իրենց իսկ մրցակիցներից երկրի ներսում, չի տալիս իրենց մենաշնորհներ երկրի ներսում, ապա նրանք չափից շատ իրար խանգարում են։ Պետք է ոլորտները առանձնացնել, տալ առանձին մարդկանց, պաշտպանել, որպեսզի նրանք այո, ի՞նչ է դա ստացվում։ Ստացվում է, որ ժողովուրդ ջան, կլինեն արտոնյալ ընտանիքներ, ինչպես եղել է Հայաստանում նախկինում, ովքեր զբաղվել են առանձին նյութերի, մթերքների ներկրմամբ օրինակ կամ արտադրությամբ, որպիսի այն անվան ներքո թե իբր իրենք փորձում են խոշորանալ, որպեսզի այնուհետև գրավեն համաշխարհային շուկաները։ Այդ բանի խոստման ներքո իրականում դա նշանակելու է Հայաստանում հակամրցակցային բիզնես միջավայր ստեղծելը, որը այդ օլիգարխիան է, էլի մեր հին ու բարի ճանաչած բարին իհարկե շակերտներում ճանաչած օլիգարխիկ տնտեսական համակարգն է, դա շատ վատ ճանապարհ է։ Եվ այդ է իրանց ճանաչած ձևը իրենց քաղաքացիության երկրում տեսել են էլի որ տենդերները սկզբում այդ մարզում այնուհետև Մոսկվայում այնուհետև կոնկրետ պետական կազմակերպության իրենք են շահում, այդպես են հարստանում, ինչու՞ չի կարելի այդպես անել, որովհետև դա հանգեցնում է ժողովրդի աղքատացմանը, որովհետև այդ ինչպես աղքատանում Տիկին Կարապետյան 3000 նոր աշխատատեղ կբացեն, մթերման կայաններ կստեղծեն գյուղացին կօգտվի Իսկ գյուղացուն ու քաղաքացուն շատ հետաքրքիր է, թե այդ ընտանիքների միջև պաշտպած լինելու այդ ունեցվածքը, թե մի քիչ ավելի լայն է պաշտպած լինելու, միջին խավի մեջ էլ օրինակ պաշտպած լինելու։ Դե պաշտպած չի լինելու, դա նշանակելու է, որ ոնց որ մի հաշվեք մեր փողերը։ Այդ դրան էլ կգումարեմ այն միտքը, որ որոշ բիզնեսներ կազատվեն հարկերից, չէ՞, դա գիտեք ինչի մասին է։ Ինչի մասին է դա։ Դա նրա մասին է, որ ես չեմ հաշվի ձեր փողերը, դուք էլ մի հաշվեք իմ փողերը։ Եվ դա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին իրենց քաղաքական ձայնից զրկելու ձև է։ Այսինքն դու հարկ չես վճարում, դու չես բանանում, պետության բյուջեն ձևավորում են այդ հարուստ ընտանիքներ, հետեւաբար դու իրավունք էլ չունես դուրս գաս ցույցի, հարց բարձրացնես, դու փոքր ես։
Դու ես չեմ հաշվում քո փողերը, դու էլ մի հաշվի իմ փողերը։ Այդ են հին համակարգի տրամաբանությունն է եղել։ Ձեր խոսքից իմ տպավորություն Տիկին Կարապետյան, որ Սամվել Կարապետյանն ու մեր ցեվով շարժում առհասարակ գալիս է Հայաստանում հարստանալու համար, բայց մենք գիտենք, որ Սամվել Կարապետյանը Forbes-ի ցուցակում, չգիտեմ որի տեղում է, բայց կա, այսինքն միլիարդատեր է եւ դժվար թե Հայաստանի հաշվով պլաներ ունենա հարստանալու հետ կապված։ Չէ, ուրեմն սխալ տպավորություն ստեղծեցի ես, ոչ թե գալիս է Հայաստան, որովհետեւ չի կարող չգալ Հայաստան։ Ճիշտ ձևակերպումը այդ կլինի։ Պարզապես չի կարող։ Չունի ոնց որ հետ քայլի տեղ ինքը իրեն չի թողել եւ այլոք իրեն այդ հետ քայլի տեղը չեն թողել։ Անհնարինությունից է։ Այս բազմապիսի ծրագրերը զուտ ոնց որ իրենց միտքը այդքան է հերիքել։ Նախ իրանք երկար բարակ նստում մտածում են թե ինչ ասեն Հայաստանի ժողովրդին, որ Հայաստանի ժողովրդին դուր գա։ Արձանագրում համար առաջին ընդդիմադիրներից մեկը վերջերս անկեղծացավ, ասեց ինքնահայեցում եմ արել, հասկացել եմ, որ ազգային հարցերը մեր ժողովրդի համար այդքան կարևոր չեն, սոցիալ-տնտեսական հարցերն են կարևոր։ Սա սարսափելի վիրավորական բան է ժողովրդի մասին ասելու։ Ու առհասարակ Տիկին Գրիգորյանը իր հարցազրույցներից մեկում էր դա ասում։ Եվ սա իրանց մտքի շարունակությունն է, որ իրենք կարծում են, որ ժողովուրդը չկարողացավ պատշաճ կերպով հասկանալ Լեռնային Ղարաբաղի խնդրի էությունը եւ իրան բաց, այսինքն այդ մարդիկ չեն նկատում, որ այս ժողովուրդը ինչքան զոհողություն որ կարող էր անել, արեց, հասել էր մի վերջի կետի, որտեղ Հայաստան իր պետությունն էր, պետականություններ են պահանջվող զոհողությունը, ասեց այդ չեմ կարող անել, սրտի ցավով, սրտից արյուն կաթալով, ասեց չեմ կարող անել։ Իրենց եզրակացությունը եղավ այն, որ մարդիկ բավականաչափ ազգային բաները չեն հասկանում օրակարգերը, որովհետև ունեն սոցիալ-տնտեսական խնդիրներ։ Ինչ անենք, հիմա առաջարկենք այդ իբրև այդ սոցիալ-տնտեսական գրավիչ բաները, փաթեթները։ Ուզում եմ ասեմ, այդ առաջարկը ոչ թե իրենց ներքին մոտիվացիայով է, թե ինչու են նրանք զբաղվում քաղաքականությամբ, այլ իրենց այն մտածումն է, թե ինչ առաջարկեն ժողովրդին, որպեսզի ժողովուրդը մեզ ընտրի։ Բայց քանի որ հիմնարար այդ սկիզբն է սխալ, որ մարդիկ այսինքն որ ազգայինն ու սոցիալ-տնտեսական իրարից առանձին բաներ են եւ ժողովուրդը ի վիճակի չի գնահատել ազգային օրակարգը, ուրեմն սպասեք նրանց առաջարկենք սոցիալ-տնտեսական օրակարգ, քանի որ սա իրենց թյուր կարծիքն է ժողովրդի մասին, հաջողելու շանս չունի։ Եվ նաեւ ոնց որ մարդիկ պետք է հասկանան, բայց իրանք ուրիշ բան էին, չէ, գուժում ու պատմում մի քանի տարի։ Ոնց եղավ, որ այդ մոռացան եւ հիմա որոշել են ժպիտները դեմքներին պատմել մի պայծառ ապագայի մասին։ Ուրիշ բան էին կանխատեսում։ Հիմա ինչ հենքի վրա։ Եվ այստեղ լավագույն գնահատականն է հնչում մեր կառավարության արած աշխատանքի։ Այսինքն այնքան լավ հենք է գծված, որ դրա վրա կարելի է Հայաստանի այդքան լուսավոր ապագա կառուցել։ Քաղաքական պատրիարք Լևոն Տեր-Պետրոսյանը Տիկին Կարապետյան ասում է, որ Սամվել Կարապետյանն է ընդդիմությունը միավորելու միակ ունակություններ ունեցող գործիչը եւ պետք է ընդդիմություն նա փորձի դա անել, բայց միաժամանակ գիտենք, որ Լևոն Զուրաբյանը առաջադրվել է որպես տեխնացու հակից, Տեր-Պետրոսյանի այս առաջարկը բուրժուա դեմոկրատական հեղափոխություն 2 սցենարը իրագործելու հետ է կապված, թե այլ նպատակ ունի։ Տեր-Պետրոսյանի առաջարկը շատ հակերճ կլինի։ Այդ նույն մտքի շարունակությունն է ժողովրդի մասին վատ կարծիք ունենալու։ Ես համոզված եմ, որ Հայաստանի առաջին նախագահը նույնիսկ իր մտքերում էլի իր պատկերացումներում մտածում է, որ նույնիսկ Սամվել Կարապետյանն է մեր ժողովրդին շատ։ Ինչու՞։ Ինքը շատ վատ կարծիք ունի Հայաստանի ժողովրդի ունակությունների մասին։ Դա իհարկե գալիս է իր որպես առաջնորդի ձախողումներից 90-ականներին եւ հակամարտությունը հանգուցալուծելու հարցում իր ձախողումից եւ ինքը մտածում է, որ դրանում մեղավոր են մարդիկ։ Եվ նաեւ եթե մի քիչ էլ հետ գնանք, նաեւ Հայաստանի անկախության շարժման ժամանակ եւ սկսված պատերազմի ժամանակ անելանելիությունից Ռուսաստանի Դաշնության հետ կնքված դաշինքներից հետո այնուհետև չկարողանալը դուրս գալ այդ իրավիճակներից ոչ հակամարտության լուծման առումով, ոչ արտաքին հարաբերությունների առումով, այդ ծուղակը, որը ստեղծվել է Հայաստանի շուրջ, այդ անհնարինությունից, որ ինքը չի կարողացել, ինքը չի երևակայում, որ Հայաստանում որևէ մեկը կկարողանա այդ բաները անել, իսկ արդեն այդպիսի մեկը գտնվել է, եւ ինքը շարունակում է մեղադրել ժողովրդին եւ համարում է, որ Հայաստանի ժողովրդին Սամվել Կարապետյանն էլ է շատ։ Բայց ինքը իրոք չի նկատում։ Քանի ինքը իրան համարում է չգնահատված այդ մտքի։ Բայց ինքը իրոք չի նկատում, որ գտնվել են այդ լուծումները, թե
չգիտեմ, չգնահատված լինելու պատճառով չի ուզում կամ նեղացվածություն ունի կամ այլ շահեր ունի։ Դե լավ, ես այդքանը նկատում եմ, մնացածը չեմ կարող խորանալ, թե ինչ է կատարվում ուրիշ այդ մարդու հոգեբանության ու կյանքի հետ։ Ես կարծում եմ, որ ինքը համարում է, որ նույնիսկ Սամվել Կարապետյանն է շատ այս ժողովրդին։ Եվ վերջում Տիկին Կարապետյան շատ քննադատություններ կան ձեզ ուղղված, որ բավական է նախկին իշխանություններին, ռուսաստանցի օլիգարխին թիրախավորեք, սարքեք ձեզ ընդդիմություն, վաղուց այդ մարդիկ այդ քաղաքական համակարգում դաշտում պետք է չլինեն, հիմա էլ կարող եք զրկել ուղղակի Սամվել Կարապետյանի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից ամբողջ ռեսուրսներ եւ հնարավորություններ օրինական այդ թվում դուք ունեք։ Ինչ տարբերակներ կան այս ուղղությամբ, ու արդյոք իշխանությունը մտածում է դրա մասին։ Նայեք, խնդիրներ կան, որոնց լուծմամբ կառավարող ուժն է զբաղվում։ Ընդ որում շատ այլ կերպ չէ կարող լինել, որտեղ ընտրություն կառավարող ուժն է, որ կարող է որոշումներ կայացնել, ժողովուրդը այն ինչ ասվում է, այդ պետք է անի։ ՀԴՄ են ասել, ՀԴՄ-ն կուզեմ, ինչ պետք է ամ, հարկերս մուծեմ, ընդհանուր հետևեմ լրահոսին, թե ինչ եք վերլուծում, կվերլուծեմ։ Խնդիրներ կան, որոնք եւ դա ընտրությունների օրն է, հունիսի 7-ը գալիք, որը պետք է ժողովուրդը լուծի այդ խնդիրը։ Ես ընդ որում սա շատ կարևոր պահ է, որովհետեւ այդ ժողովրդավարական թարմացման, այսինքն իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պահը շատ կարևոր պահ է ժողովրդավար քաղաքական գործիչների համար, որովհետեւ նրանք էլ կարիքը զգում են։ Անցավ 5 տարի, ես էլ ունեմ այդ մանդատի թարմացման կարիք, որպեսզի եւս մեկ անգամ լսեմ, օքեյ, անցած 5 տարիների կառավարում, ինչ կցանկանաք սրանից հետո, սիրելի ժողովուրդ։ Այդ խնդիրը պետք է ժողովուրդը լուծի։ Իսկ ընթացիկ խնդիրներ, իհարկե Հայաստանում ինստիտուտներ կան եւ դրանք գործում են։ Գիտեք, երբ որ այդ դրսից միջամտության առաջին փորձը եղավ, Հայաստանի ինստիտուտները դրան պատշաճ արձագանք տվեցին։ Հիշում եք, որ առաջի մուտքը շռնդալից այն էր, որ քաղաքական միջոցներով չի լուծում խնդիրը, կլուծեմ իմ ձևով այդ խնդիրը։ Ինստիտուտի արձագանքը դրան եղել է շատ հստակ, այսինքն մեր ժողովուրդը պետք է նկատի, որ երբ անհրաժեշտ, այսինքն կոնտեքստը ստեղծվում է եւ անհրաժեշտությունը կա, որպեսզի Հայաստանի ինստիտուտները աշխատեն, դրանք աշխատում են։ Այլ բան, որ այնուհետև փաստաբաններով բանով ասեցին, որ գիտեք, բան չէր, ինչ որ բռնի մեթոդ չէր, պատրաստվում ենք աղոթել։ Էլի բացատրություն է, կարելի է այդ բացատրությունը ընդունել, իգիտություն դա լավ է, որովհետև նախորդիվ իրանք ինչ որ ուժի ցուցադրություն էին պատրաստվում անել։ Զգացին պետության համը, մեղմվեց իրենց խոսույթը, ստեղծեցին քաղաքական ուժ եւ այսինքն վերադարձան սահմանադրական ճանապարհ։ Այս ուղղությամբ, եթե մենք ուզում ենք Հայաստանի համար երկարաժամկետ, լավ, ժողովրդավար, լուսավոր, պայծառ ապագա, ապա արդեն պետք է սպասենք հունիսի 7-ին, որպեսզի ժողովուրդն էլ այդ քաղաքական տրամաբանության մեջ դասավորվող հարցերին իր պատասխանը տա։ Չեմ կարող ես ժողովրդից իր իշխանությունը խլել։ Եթե ինչ-որ մի բան ժողովրդի իշխանությանը դեմ է, դա կարող ենք զսպել, այդ թվում Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգը կլինի դա, չգիտեմ, այդ ապօրինի բարեգործությունը կամ չգիտեմ ինչ-որ բան, բայց երբ գալիս է ժողովրդի իշխանության իրագործման պահը, ինքը պետք է ընտրությունը կատարի, ես իրեն չեմ կարող պաշտպանել իրենից։ Հետևաբար այդ քաղաքական դաշտը մակրեիքը մի քիչ ոնց որ չի բխում ժողովրդի իշխանության շահերից։ Այդ հարցը պետք է ժողովուրդը լուծի։ Շնորհակալ եմ Տիկին Կարապետյան։ CVK-ի եթերում Մարիա Կարապետյանն է, ցտեսություն կհանդիպենք։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։